Այդ եթերում խոսողը ավելի շատ ոչ թե արծրուններ, այլ Նիկոլը։ Իշխանությունը գտնում է մարդկանց, որոնք համաձայն են լինում ինչ-որ ձևով, ինչ-որ ակնկալիքով, ինչ-որ բանի դիմաց տարածել իրենց թեզերը։ Վստահաբար ադեկվատ մարդիկ չեն համաձայնի գնալ խոսել նման բաներից եւ գտնում է թեկուզ անընդունելի կերպարների, կարևորը ասելիքը ասեն, քննարկում գնա։ Նույն մարդը, որ 44 օր շարունակ ասում էր հաղթում ենք, իսկ վերջին օրը իբր տեղափոխվեց հիվանդանոց, նույն ինքը ասում է ճիշտը հայրենական պատերազմում պարտվելն էր։ Եթե Հայաստանում լիներ դատախազություն, արծրունյան թեզերը կսկսեր քննության առարկա դարձնել, չեմ ասում իրենք կբռնեին, կնստացնեին, չէ, իրենք ունեցել են դիպուկ առիթներ ու չեն արել, բայց գոնե կքններ ու կպարզեր, թե որտեղից է փչում քամին։ Կարճ ասած, Հայաստանում թրքասիրությունը ու ռուսատյացությունը հասել են ահավոր չափերի։ 110 տարի առաջ տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը քննող ու հերքող իշխանությունից սպասելի է, որ կարող է քննել ու ժխտել նաև 80 տարի առաջ տեղի ունեցածի արժեքը։ Թալյաթին արդարացնողները կարող են և արդարացնել Հիտլերին։ Սրանց ասած իրական Հայաստանը էս է։